Հարգելի գործընկերներ, ես այս առիթով ուզում եմ ձեզ պատմել 2024 թվականի երկրորդ կեսին մարզերում եւ Երևանում իմ այցելությունների արդյունքում ձևավորված լարվածության մասին, որովհետեւ մենք գիտենք, որ տարբեր ծրագրեր ունենք աջակցության եւ երբ որ մարզերում շրջում ենք, անձեն աչքով նկատելի է, որ մարդիկ անդադ ինչ-որ շինարարություններ են գնում, ինչ-որ բան են կառուցում եւ իմ արձանագրումը այն էր, որ երբ որ ես սկսեցի հետաքրքրվել, տեսա, որ այդ ներդրումների մի շատ էական մասը մարզերում վերաբերվում է զբոսաշրջության ոլորտին։ Եվ երբ որ մենք սա արձանագրեցինք, իրականում շատ մեծ լարվածություն առաջացավ, ինչու՞։ Որովհետև այդ մարդիկ ֆինանսական միջոցներ են ներգրավել, ներդրումներ են անում զբոսաշրջության ոլորտում եւ հարցեր, իսկ արդյոք Հայաստանում լինելու է այնքան զբոսաշրջիկ, որ այդ բոլոր ներդրումային ծրագրերը ինչ որ ձևով արդարացվեն եւ շատ ուրախ եմ արձանագրել, որ տարվա ընթացքում եղան զարգացումներ, որոնք ինչպես տեսակ իրենք զբոսաշրջային թվերի վրա ունեցան էական ազդեցություն։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ հարցի վրա։ Մենք ունեցել ենք երբևէ ռեկորդային տարի՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր։ Ինչ բացատրություն ունի այս ամենը։ Նախ ուզում եմ մի քանի գործոն նշել այս թվերի եւ պոտենցիալի մեծացման առումով զբոսաշրջության ոլորտում։ Առաջինը, մենք այս զարգացումներին կարողանում ենք հասնել այն բանի պատճառով, որ այդ թվում չենք վախենում սխալվել եւ չենք վախենում սխալներից եւ չենք դադարում նաեւ մեր հնարավոր սխալները առավելության վերածել։ Դուք հիշում եք շատ հայտնի եւ սկանդալ հարուցած պատմությունը կապված Snoop Dogg-ի Երևանյան համերգի հետ, որը իհարկե հրավիրվեց որոշակի պայմաններում եւ չեղարկվեց որոշակի պայմաններում եւ բանը հասավ այնտեղ, որ դա ինչ որ մի ժամանակ նույնիսկ մեր հարգարժան ընդդիմության համար հիմնական խոսույթի թեմաներ, թե ինչպես Snoop Dogg-ի համերգ ասելով արդեն կարելի էր հասկանալ մեծ քաղաքական սկանդալ։ Բայց իհարկե հանգամանքները հիշում եք ինչ տեղի ունեցավ, բայց ինչ տեղի ունեցավ արդյունքում։ Մենք հետևականորեն աշխատեցինք այդ թեմայի վրա եւ ըստ էության այս տարվա ամռանը այդ սկսած գործով, սկսած եւ ձախողված գործը ավարտվեց, թերևս սխալված չեմ լինի ասել, երրորդ հանրապետության պատմության մեջ շոու բիզնեսի ոլորտի ամենամեծ կոմերցիոն, առնվազն կոմերցիոն իմաստով ամենամեծ իրադարձությամբ Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանի հանրապետական մարզադաշտում, որը զբոսաշրջային թվերի վրա ունեցավ շատ էական նշանակություն։ Հաջորդը ավիացիոն ոլորտի մեր խնդիրները, որը մենք այս ընթացքում ունեցել ենք, բայց նաև այս դեպքում էլ մենք չենք դադարել խնդիրներին առերեսվել, խնդիրների հետևից գնալ, փորձեր անել, այդ թվում սխալվել, այդ թվում ձախողվել, բայց արդյունքում մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանի ավիացիոն շուկան գնալով ավելի ու ավելի գրավիչ է դառնում թե տեղական, թե օտարերկրյա ընկերությունների համար, եւ մենք հիմա գործնականում ամեն ամիս լսում ենք հայտարարություններ տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից դեպի Երևան եւ Երևանից թռիչքներ իրականացնելու մասին, եւ սա նույնպես շատ էական է։ Հաջորդը, երբ որ ես մտածում եի, թե այնուամենայնիվ էլ ինչ գործոններ կան, որ ազդել են զբոսաշրջության հոսքերի ավելացման վրա, ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ իմիջիալոց զբոսաշրջիկը որոշում կայացնելիս ինքը կես ժամում որոշում չի կայացնում, որոշում կայացնելու համար իրան պետքա որոշակի ժամանակ։ Այդ որոշակի ժամանակը իմ կարծիքով արտահայտվել է նաև հետևյալ կերպ, երբ որ մարտի վերջին Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտելու մասին, արդեն մայիսին զբոսաշրջության թվերի վրա դա արտահայտվեց։ Եվ բնականաբար օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովը իր հերթին լրացուցիչ խթան դարձավ եւ
արդեն օգոստոսից հետո զբոսաշրջային հոսքերի վրա արտահայտվեց, եւ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել եւս մի հանգամանքի վրա, որ էլի այո սխալվելու եւ ձախողումների ճանապարհով մենք հանրային մեծ միջոցառումներ, բարձրորակ միջոցառումներ կազմակերպելու կարողություն ենք ձեռք բերել։ Էդ էլ պարզ բառ չէ, որովհետև այս ընթացքում մենք եղել են դեպքեր, երբ որ փորձել ենք պատշաճ որակի լավ միջոցառումներ կազմակերպել եւ միշտ չի որ դա ստացվել է, բայց հիմա ես արձանագրում եմ, որ մենք մասշտաբային հանրային միջոցառումներ բարձրորակ կազմակերպելու հնարավորություն ունենք եւ ես համոզված եմ, որ այդ միջոցառումների մասին հոլովակները, ռիլերը, որոնք հիմա շատ լայն տարածում են գտնում Հայաստանի որպես զբոսաշրջային ուղղություն դերը եւ գրավչությունը էականորեն մեծացնում են եւ սրանք գործոններ են, որոնց մասին մենք անպայման պետք է խոսենք։ Զբոսաշրջության ռազմավարությունը քննարկված է եւ քննարկել ենք աշխատանքային տարբեր ձևաչափերով եւ ես կարծում եմ, որ այո, դա նույնպես ուղենշային մի փաստաթուղթ է, որով մենք պետք է առաջնորդենք եւ իհարկե այդ փաստաթուղթը փոխկապակցված է մնացած մեր ուղղությունների հետ, որի մասին մենք խոսեցինք։ Եթե զբոսաշրջության կոմիտեի նախագահը որ բան ունի ավելացնելու, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, մեկ տարվա աշխատանքի արդյունքում միջազգային գործընկերների հետ, միջազգային խորհրդատուների եւ տեղի մասնագետների հետ ձեր ուշադրությանը ներկայացրեցինք հաջորդող 5 տարիների ռազմավարությունը, շատ ճիշտ նկատեցիք, զբոսաշրջիկը որոշում է կայացնում հատուկ մի քանի աստիճանական այսպես քայլեր անելուց հետո եւ այդ քայլերի ուղղությամբ մենք հետեւողական աշխատանք տարանք նախորդող 2 տարիների ընթացքում եւ հաջորդող 5 տարիների ընթացքում ներդնելով ենթակառուցվածքների զարգացման Հայաստանը որպես գրավիչ եւ մատչելի ավիացիոն ուղղություն եւ ինչպես նաեւ անվտանգ եւ գողտրիկ ուղղություն դիրքավորելով կկարողանանք հասնել մեր դրված առնվազն 3 միլիոն զբոսաշրջիկ թիրախային թվին։ Շնորհակալություն եմ հայտնում ռազմավարական փաստաթղթի քննարկման ժամանակ ձեր ներկայացրած առաջարկների հիման վրա, շնորհակալություն փոխվարչապետերին նրանց գրասենյակների կողմից առաջարկած առաջարկներին, որոնք ներառվել են ռազմավարական փաստաթղթում եւ ինչպես նշեց նախարար Պապոյանը, այս փաստաթուղթը առնչվում է գրեթե բոլոր գործընկեր նախարարություններին եւ ակնկալում ենք ակտիվ համագործակցություն հաջորդող 5 տարիների ընթացքում։ Շնորհակալություն։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Պարոն նախարարը նշեց հիմնականում ներգնա զբոսաշրջության թվերի մասին, ես ուզում եմ մեկ ուրիշ կարևոր հարցի մասին խոսել, որը ներքին զբոսաշրջության պոտենցիալն է, եւ պարզ է, որ մենք առավել հստակ վիճակագրություն ունենք ներգնա զբոսաշրջության վերաբերյալ, որովհետեւ դա առավելապես սահմանահատումների հիման վրա վարվող վիճակագրություն է, բայց ես վստահ եմ, որ եթե մի քիչ ունենանք այնպիսի հաշվառում, որ մեր ներքին զբոսաշրջային վիճակագրությանն է վերաբերում, կարող ենք արձանագրել, որ այս տարիների ընթացքում շատ էական շրջադարձ է տեղի ունեցել նաև այդ ուղղությամբ։ Եւ դուք այսօր նշեցիք, պարոն վարչապետ, ձեր խոսքում, որ վերջին 8 տարիների ընթացքում մեկ շնչին ընկնող համախառնարքին արդյունքը $9500 չափ դառնալով Հայաստանում 2025 թվականի արդյունքներով մոտավորապես 2.4 անգամ ավելին է, քան 2017 թվականն էր, սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մարդկանց եկամուտները ավելանում են, որքանով մարդկանց եկամուտները ավելանում են, այնքան զբոսաշրջությունը նաև ներքին դառնում է ավելի հետաքրքիր հանգստի անցկացման ձև, եւ սա նույնպես մի պոտենցիալ է, որը մենք պետք է առաջիկայում լրջորեն եւ խրախուսենք եւ նաև դիտարկենք մեր բոլոր որոշումներում։ Կարծում եմ, որ պարոն Պապյանը իհարկե ժամանակի սղության պատճառով չանդրադարձավ այդ հարցին, բայց մենք առաջիկայում այդ հարցերին ավելի շատ ուշադրություն հրավիրելով պետք է կարողանանք իրացնել այդ պոտենցիալը։ Մենք այսօր կարող ենք Հայաստանում բազմաթիվ ուղղություններ նշել, որոնք որ առավելապես զարգանում են նաև ենթակառուցվածքի տեսանկյունից հենց ներքին զբոսաշրջային հոսքերի շնորհիվ։ Արդեն Դիլիջանում գաղտնիք չի, որ տարվա ընթացքում երևի շատ քիչ օրեր են, ոչ թե ամիսներ են, երբ որ հնարավոր է ազատ հյուրատուն գտնել
կամ Ենոքավանում, կամ Գորիսը դարձել է այնպիսի ուղղություն, եւ եթե մենք այդ միջավայրն ենք դիտարկում, այնտեղ հիմնականում ներքին զբոսաշրջության հաշվին է դա տեղի ունենում, եւ ոչ թե ներգենա, ես կարծում եմ, որ մենք սա էլ է մի ուղղություն, որ պետք է առավել մեծ ուշադրության կենտրոնում պահելով իրացնենք այդ պոտենցիալը։ Այո, պարոն Խաչատրյան, շատ ճիշտ է դիտարկում է, այստեղ ես անձամբ գոնե կամ մեր ընտանիքի անդամները այս տարի մի քանի դեպքով առնչվել են հյուրանոցի համար գտնելու խնդրի հետ եւ դա իրողություն է նախորդ օրն էլ ջերմուկում էինք եւ ես մի քանի անգամ հարցրեցի եւ հավաստիացա, որ իսկապես ամանորին օրերին գոնե հունվարի 3-ի դրությամբ ջերմուկում ազատ հյուրանոցային համարներ չեն եղել եւ այդ զարգացումը շատ էական եւ կարեւոր է, բայց նաեւ ճիշտը պետք է ասենք, որ մարդիկ բարձրացնում են հետեւյալ հարցերը, որ շատ դեպքերում օրինակ գնալ որևէ այլ երկիր, հանգստանալ, վերադառնալ ավելի էժան է, քան Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, այս դեպքում ես ենթադրում եմ նաև առաջարկ պահանջարկի գործոնը դեր ունի եւ երբ որ հյուրանոցային կարողությունները մեծանան, գուցե նաև շուկան որոշակի կարգավորումներ կբերի եւ սա էլ ուղղությունն է, որի շուրջ մենք քննարկել ենք, որ մտածենք, թե արդյոք ինչ որ բան ունի, որտեղ դա փաստ չի։ Բայց դա թեմա է, որը մենք պետք է վերլուծենք եւ գուցե որոշակի հետեւությունների հանգենք։ Շատ լավ, հարգելի գործընկեր, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իսկապես սա մի ուղղություն է, որը առնչվում է տարբեր գերատեսչությունների եւ պարոն Պապոյանը իր խոսքում անդրադարձավ մշակութային ուղղությանը, որը զբոսաշրջության թերևս ամենապահանջված ուղղություններից մեկն է եւ նաև անդրադառնալով նիստի առաջին հարցին, մենք իրականում այս տարիների ընթացքում մի երևույթ էլ ենք դիտարկում, որը մշակույթի ոլորտի տնտեսականացումն է եւ սա էապես փոխկապված է նաև զբոսաշրջության ոլորտի զարգացումների հետ ու թույլ տվեք ասել, որ այստեղ ես էական եմ համարում կառավարության քաղաքականությունը, թե ներդրումների ծավալի իմաստով, որովհետև մենք այն ներդրումները, որ անում ենք օրինակ հուշարձանների վերականգնման ուղղությամբ եւ միայն 22 թվականի համեմատ 25 թվականին մենք ավելի քան 6 անգամ ավել բյուջե ենք ծախսել հուշարձանների վերականգնման համար, շուրջ 1.38 միլիարդ դրամ եւ այս պահին մեր երկրում վերականգնում են 48 հուշարձաններ, ինչը աննախադեպ ցուցանիշ է։ Մենք ավելի քան 940 միլիոն դրամի ներդրում ենք արել թատերահամերգային կազմակերպությունների կապիտալ ներդրումների ուղղությամբ, որոնք լուսային, ձայնային այլ սարքավորումներ են, արդիական նոր հնչողություններ են, որոնք նաև պարոն վարչապետ ձեր նշած միջոցառումների կազմակերպման որակի վրա էական ազդեցություն ունեն, եւ սա մենք տեսնում ենք առաջին հերթին մեր մշակութային հաստատությունների սեփական եկամուտների աճի տեսքով, որտեվ եթե մենք համեմատում ենք մեր օրինակ թանգարանների սեփական եկամուտները, դրանք ավելի քան կրկնապատկվել են 2022-ի համեմատ։ Եվ սա նշանակում է, որ այս քաղաքականությունները ունենում են արձագանք, ունենում են ազդեցություն եւ դրանք երևում են թե զբոսաշրջության ոլորտի ցուցանիշներում, թե մշակույթի ոլորտի ցուցանիշներում եւ այստեղ մենք ունենք շատ ստերեոտիպեր, որոնք կոտրվում են, բայց կարիք կա բարձրաձայնել, որ դրանք կոտրվում են։ Օրինակ մենք ունենք տպավորություն, որ ամանորի օրերին ամեն ինչ պիտի փակ լինի եւ մարդիկ որևէ տեղ գնալու ցանկություն չունեն։ Մենք արդեն մի քանի տարի է, որ ամանորի օրերին մեր թանգարանները բաց ենք պահում եւ այցելություններ ունենք։ Հունվարի 1-ին եւ 2-ին մեր 4 թանգարաններ ավելի քան 700 այցելու են ունեցել եւ սա նշանակում է, որ մենք պետք է նաեւ մեր գործունեության մոտեցումները վերանայենք եւ այդ իմաստով նաեւ վերափոխման դոկտրինը եւ զբոսաշրջության ռազմավարությունը ուղիղ արտացոլվում են այս քաղաքականություններում։ Շնորհակալություն։ Ինձ համար օրինակ շատ մեծ եւ հաճելի անակնկալ էր, երբ որ դեկտեմբերի 31-ին, խնդրում եմ ուշադրություն դարձեք, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ին Երևանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճը ըստ էության առանց լեփ-լեցուն է եւ ես չեմ հիշում, որ այդ աստիճան, այսինքն լիքը դահլիճներ շատ են լինում, բայց լցվելու խտություն էլ կա, չէ՞, այնուամենայնիվ, եւ սա շատ բանի մասին է խոսում եւ այդ պրակտիկան, բայց մյուս կողմից էլի ուզում եմ արձանագրել, որ դա երևի ժամանակի հետ կգա
այդ նույն ժամանակ, երբ որ այդ Երևանի օպերայից դուրս են գալիս եւ փորձ են անում որևէ մեծ ցանոթ սրճարանում սուրճ խմել, բարձրացնում որ սրճարանները փակ են, բայց դա էլ երևի տնտեսական որոշակի տրամաբանություն կա հնդածս, այսինքն շուկան ինքը կորոշի, բայց այդ երևույթները որ կան եւ ձեր նշած վիճակագրությունը իհարկե շատ կարեւոր է, այդ ոլորտում ներդրումները եւ նաեւ կարողությունների ավելացումը բնականաբար իր հարակից պոզիտիվ էֆեկտներն է ունենում մյուս ոլորտների վրա։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Գիտեք, ես կարծում եմ մենք նաև կոմունիկացիաների առումով տեսեք, իրականում այս փաստաթղթերը, երբ որ մենք փորձենք քննարկել, իսկապես շատ երկար կարող ենք քննարկել եւ այդ քննարկման կարիք կա։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի կառավարության եւ գերատեսչությունների ներկայացուցիչները հանրության հետ այս թեմաները քննարկելու առիթներ ստեղծեն, որովհետև այո կառավարության նիստ այո, բայց պետք է նաև այս նրբությունները ներկայացնել, խոսել մարդկանց հետ, ոլորտի հետ, որովհետև այդ խոսակցությունը կարևոր է ոչ միայն նրա համար, որ ընդունված ծրագրերի մարդիկ տեղյակ լինեն, այնուամենայնիվ խոսակցությունը մի ձևաչափ է, որտեղ նոր գաղափարներ են ծնվում, էներգիա է ձևավորվում եւ այդ նախագծեր են ի հայտ գալիս եւ հաղորդակցությունը իրականում տնտեսական զարգացման շատ կարեւոր մաս է, որը մեր իրականության մեջ էլի սկսում է զարգանալ, բայց էդ էլ խոստովանենք, մեր իրականության մեջ շատ չի եղել։ Այսինքն քննարկումը որպես այսինքն այդ մտագրող հասկացությունը կամ brainstorm հասկացությունը, որ քննարկումը որպես ինքը process-ի շատ կարևոր մաս եւ process-ի, այսպես ասած, գեներատոր, որը էներգիա է ձևավորում, որը ավելի արդյունավետ է դարձնում հետագա իրագործումները։ Համեցի։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես այս ռազմավարության հետ կապված ուզում եմ նշել նաև իմ որոշակի այդպես ասած ներքին վստահությունը, որ ինքը որպես փաստաթուղթ լավն է նաև այն իմաստով, որ հենց ձեր նշած տրամաբանությամբ այս փաստաթուղթը ոչ միայն կառավարության շրջանակում է քննարկվել, այլ գրեթե բոլոր համալսարաններ, որոնք որ զբոսաշրջության մասնագետներ են պատրաստում ուղարկվել է խոշոր ներդրողներին, բոլոր տուրիստական ասոցիացիաներ, կազմակերպություններ, միավորումներ եւ իրենց առաջարկների հիման վրա շատ մեծ փոփոխության է ենթարկվել եւ այս առումով այդ դա օրինակ ինձ տալիս է որոշակի ներքին վստահություն, որ այն ինչ որ գրել ենք, դա այն է, ինչ որ ուզում է հանրությունը, ինչ որ ուզում է մասնագիտական դաշտը ներդրողները։ Ես նկատի ունեմ միջև էս փահ այո, բայց հետո էլ ապա այդ քննարկումները շարունակեն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար